ժողովրդի մեջ այսպիսի շնորհավորանք կա։ Շնորհավոր կանաչ մյուրոն։ Ժողովրդն ասում է, չէ՞։ Շնորհավոր կանաչ մյուրոն, դա նկատի ունեն լավ որ կնքվեցիր, ճակատիդ կանաչ մյուրոնը լքսվեց, հայ դարձա։ Ես դրա մեջ մի խորը իրական, ավանդական, աստվածաբանական խորհուրդ եմ տեսնում։ Այն որ ասում են շնորհավոր կանաչ մերոն, ճակատիդ մերոն կսվեց հայ դարձա, մեր ամբողջ եկեղեցին է խորհրդանշում։ Եկեղեցին հայկական, գաղտնի մի ճանապարհ ունի, մտնում ես եկեղեցի, խունկի հոտնա։ Մի քիչ մոտենում ես այն ցախ անկյան վրա, խորանից աջ անկյան վրա մկրտություն է կատարվում։ Երեխաները ուրախանում են կամ լացում են, ձենը գցել է եկեղեցու շարական երգերը արաքելով միրոնա թափաղնուց կաթեցնում են ջրի վրա։ Սենց մյուրիշ երկնային իր արարողությունը, դուք չեք պատկերացնում, ես շատ անգամ մկրտության ժամանակ այդ ժողովրդի աչքերով եմ գնահատում մեր արածը, որ դու դրա մեջ շատ անգամ չես հասկանում, բայց այդ մյուրոնի հոտը ոնց որ իմ ձեռներից միշտ կա, որովհետև այդ ամենաշատը քահանն է, չէ՞ մյուրոնի հետ շփվում, անընդհատ, երեխա է ոցում, մյուրոնի հոտ, անմոռանելի է, եւ մկրտված մարդը, սենց այդ մյուրոնի հոտը, որ վրայից գալիս է, այդ ժողովուրդը վախ ուզում են պաչեն։ Են ասում են չի կարելի պաչել, բայց սխալ են ասում։ Բա հենց որ այդ պահին պետք է պաչես։ Դրանից մինչև այդ չեն պաչում։ Մեր պապերն ասել են անկնուն երեխուն պետք չի պաչել, մախտառը։ Կնկնկվի հետո կպաչենք։ Այդ գիտես խեն ասել մեր պապերը։ Որովհետև Մաշտոց Մատյանում գրվում է, երբ որ մկրտվում է առաջին քրիստոնեական սիրո համբույրն են տալի։ Մաշտոցում տենց է գրված։ Այսինքն մինչև 8 օրեկան իրան զսպել են չեն կապաչել, 8 օրը լրացվել է մկրտել են ու գնաց համբույրները։ Ուրեմն այսպես է Սուրբ Միրոնը ինքը շնորհաբաշխը, ուրախարարը, բազմաթիվ ծաղիկներից է պատրաստվում, 40 օր աղոթքով եփվում է, հետո էլ օշնվում է, լուսավորչի աջով, գեղարդով, Թադեոս Բարդողոմեոսի բերած Միրոնով, պատկերացնում եք Քրիստոսի Միրոնը Թադեոս Առաքյանն է բերել, գեղարդը բերել են հասցրել մեզ էլ Թադեոս Առաքյանն է բերել, վերջ իսկ դարավոր օշնություն կա այդ Միրոնի մեջ, 2000 տարվա օշնություն կա, և այդ ամբողջ այդ եկեղեցական հատկապես, եթե մեր հին վանքերն են, այդ մթնոլորտում երկնային հրաշքայս, մենք պետք է ապրենք հետի միշտ զգանք, շնչենք, ցավոք սրտի հավատացյալ մեկ անգամ կարող է այդ Միրոնը դրոշում ստանալ, քահանան 2 անգամ եւ անընդհատ Միրոնի հետ գործ ունի, անընդհատ օշնում է, օծում է, բժշկում է, երկնքի արքայության ժառանգորդը դառնում, Քրիստոսի ժառանգակից Հոր Աստծո որդեգիր Սուրբ Հոգու տաճար, տեսեք այսքան գեղեցիկ բոլորը Սուրբ Միրոնով է լինում, ուրեմն մենք էլ պետք է ժողովրդին միանանք, ասենք շնորհավոր կանաչ Միրոն, ամոն